20-րդ դարի վերջի հայ բանաստեղծ Վիկտոր Հակոբի Հովսեփյանը ծնվել է 1947 թվականին Վրաստանի Նինոց-Մինդայի նախկին Բոգդանովկայի շրջանի Հեշտյա գյուղում։ Հոր կողմից նախնիները, բնիկ կարսեցիներ 19-րդ դարի 30-ական թվականներին Հեշտյա են եկել Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Խնուսի Քյուրլի գյուղից, որտեղ իջևանատուն և տոհմական սրբավայր են ունեցել։ Մայրը Մարիամ Գրաբսկան առաջին աշխարհամարտի ժամանակ Անդրկովկաս հասած ազգությամբ լեհ կոմս Ալեքսանդր Գրաբսկու թոռնուհին է։ Մանուկ հասակից Վիկտոր Հովսեփյանի ուղենիշ աստղը Խազո տատն է եղել, Բեռնիկ Հովսեփյանը, ով վարպետ բանաստեղծությամբ, աստվածաշնչյան բարոյախոսությամբ խորը հետք է թողել նրա անհատական ձևավորման և ստեղծագործության վրա։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, այնուհետև սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, ինքնուսուցմամբ տիրապետել է գերմաներենին։ 1965-ից 1996 թվականներին աշխատել է Հայրենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի, գրականության և գերմաներենի ուսուցիչ։ 1992 թվականին ընտրվել է գյուղական ժողովի նախագահ, պաշտոնը ստանձնել է խորհրդային հասարակարգի փլուզման դժվարին տարիներին, հարազատ ժողովրդին սատար լինելու ներքին մղումով։ Ստեղծագործել սկսել է վաղ պատանեկան տարիներից, հետևելով հայ դասականների ավանդներին, Կողթան Գուսաններից մինչև Գրիգոր Նարեկացի և Հովհաննես Շիրազը։ Պաշտամունքի աշտանակը աստիճանաբար համալրվել է նոր կերոններով՝ Բերգսոն, Ֆրեյդ, Նիցշե, Հուսերլ, Յասպերս, Սարտր, Ֆրոմ, Քամյու, Սվասյան, Կերկեգոր։ Ես ամեն օր իրենց հետ եմ, պղտորվում է օրնիմ զուլալ, զուլալվում է օրնիմ պղտոր ամեն օր, գրում է բանաստեղծը։ Կերոնների այս փույլի լույսի տակ ծնվում է մի նոր ինքնություն, որն իր կատարյալ արտահայտությունն է գտնում 1964-ից 1996 թվականներով թվագրված Ձևաթովում խորագրով բանաստեղծությունների երկաթոր ժողովածուի մեջ։ Առաջին բանաստեղծությունը «Ցնհալը» տպագրվել է 1965 թվականին Սովետական Վրաստան թերթում։ 1981 թվականից եղել է ԽՍՀՄ, 1991-ից Վրաստանի գրողների միությունների անդամ։ Մրցանակներով ու պատվոգրերով պարգևատրվել է Վրաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության լրագրողների միությունից, հայերեն, վրացերեն, ռուսերեն, գերմաներեն պարբերականներից։ 1985 թվականին դպրոցական մանիներ խորագրով ուսուցչի օրագրային գրառում էսսեների համար արժանացել է Պիոներ ամսագրի լավագույն ստեղծագործողի մրցանակին։ Հեղինակ է 13 չափածո և արձակ ժողովածուների։ Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններից առանձին կտորներ թարգմանվել են վրացերեն, ռուսերեն, գերմաներեն և ուզբեկերեն։ Ինքը բանաստեղծը թարգմանել է վրացերենից Տերենտե Գրանելուն, ռուսերենից Ինոկենտի Անենսկուն, գերմաներենից Ռայներ Մարիա Ռիլկեին և ուրիշներին։ Մեծ ու բազմաժանր է Վիկտոր Հովսեփյանի անտիպը, որը կազմում է շուրջ 10 հատոր։ Արձակ և չափածո բանաստեղծական ստեղծագործություններից բացի, այստեղ կան մանուկների մասին և մանուկների համար էջեր, ուշագրավ ուսումնասիրություններ նվիրված հայ գրականությանը, հայկական ժողովրդական Սասունցի Դավիթ էպոսին, Ջավախքի հայ բանահյուսությանը։ Հետաքրքիր է նաև բանաստեղծի նամականին, որտեղ նրա զրուցակիցներն են Հովհաննես Շիրազը, Վահագն Կարենցը, Մկրտիչ Ասլանյանը, Մարտին Քարամյանը, Անահիտ Սահինյանը և ուրիշները։ Բանաստեղծի ստեղծագործական ժառանգության կողտրիկ մասն է կազմում գեղանկարչությունը, որտեղ գույն ու ձև է ստացել հովսեփյանական քնարերգությունը։ Վիկտոր Հովսեփյանը մահացել է 1996 թվականին։ Աճյունն ամփոփված է Հարազատ գյուղի Հովսեփյանների տոհմական մատուրի բակում։ Բանաստեղծի անտիպն համակարգելու և աստիճանական տպագրման պատրաստելու աշխատանքը ներկայումս ստանձնել են բանաստեղծի ընտանիքի անդամները՝